Հրապարակ թերթը գրում է Նիկոլ Փաշինյանը չի կարողացել անգամ ներկուսակցական կեղծիքներն ու ուղղորդումները կանխել եւ ընտրություններից հետո ոմանց ստացած ձայներն այնքան կասկածելի են եղել, որ ստիպված վարչությունում քննարկել է նրանց հարցը։ Հրահանգ է իջեցվել, ոչ մի արտահոսք չլինի, որ չխայտառակվեն։ Այդուհանդերձ թերթին հայտնի է դարձել, որ առաջին 50-յակում տեղ զբաղեցրածներից նախկին падգամավոր քաղաքացիական պայմանագրի վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանի մասով կասկածներ են եղել, որ նրա 336 ձայնը ազնիվ քվեարկությամբ չի ձեռք բերվել, որ նա զանգահարել է տարբեր պատվիրակներին եւ խնդրել իր օգտին քվեարկել, ինչն արգելված էր առաջին փուլում, ուստի որոշել են նրան հանել 50-ի ցանկից։ Խնդրահարույց են եղել նաեւ սյունեցի Դավիթ Դանիելյանի, Արայիկ Հարությունյանի մտերիմի ձայները։ Ըստ լուրերի հենց Հարությունյանն է պատվիրակներին խնդրել, որ նա 402 ձայն է ստացել, սակայն բավարար ապացույցներ չեն ունեցել։ Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բաքրատյանի ստացած մոտ 300 ձայնի հարցում եւս վերապահումներ են եղել։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով կրթության գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանն ու նրա եղբայրը գործարար Վահագն Մկրտչյանը տարիներ շարունակ լարված հարաբերությունների մեջ են եւ անգամ չեն շփվում միմյանց հետ։ Այդ ֆոնին խիստ ուշագրավ է, որ գլխավոր դատախազության ներկայացրած հայցում խոսքը գնում է Լևոն Մկրտչյանից եւ նրա փոխկապակցված անձացից ինչ որ գույքեր բռնագանձելու մասին, ներառելով լայնածավալ գույք։ Լևոն Մկրտչյանը պնդում է, որ պահանջվող գույքերի երակշիռ մասը պատկանում է իր եղբորը եւ նրա ընտանիքին, որոնք բիզնեսով զբաղվել են դեռ 90-ականներից։ Այս փուլում առանցքային հարցը հետևյալն է. որ գույքն է անձամբ Լևոն Մկրտչյանին պատկանում եւ որը նրա եղբորն ու ընտանիքի անդամներին։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ժամանակավորապես առեցնել է դեպրեսիայի մեջ է գցել տիրադավներից ոմանց, այն առումով, որ ստեղծված անհարմար, օդից կախված իրավիճակն անորոշ ձգվելու է, առանց հանգուցալուծման։ Թերթի տեղեկություններով Վայոց ձորի Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը խորը ընկճախտի մեջ է, չի կողմնորոշվում ինչ անել, գրեթե նույն վիճակում է Արցախի թեմի առաջնորդը։ Մտերիմները խորհուրդ են տվել ժամանակավորապես Հայաստանից մեկնել, ապրել արտերկրում, միջև իրավիճակը որոշակի Սակայն Տեր Աբրահամը շատ բիզնեսներ ունի, որոնք պետք է կառավարել, նա նաև անձամբ է հետևում որոշ հասարակական նախաձեռնությունների ընթացքին։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է. ՔՊԱ-ականները աջ ու ձախ սկսել են ապագա խորհրդարանում երիտասարդներին աշխատանք առաջարկել, փոխարենն ակնկալելով առաջիկա ամիսներին ակտիվ ներգրավել քարոզարշավում։ Գրում է թերթը։